Դարի գործարքից ուղիղ 10 տարի անց Իրանը կրկին դիվանագիտական նոր ճգնաժամի առջև է։ Միջուկային ծրագրի չտարածման մասին 2015-ի համաձայնագիրը նախատեսում էր Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց։ Իրանը պարտավորվում էր թույլ տալ ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին ստուգումներ իրականացնել միջուկային օբյեկտներում, էականորեն սահմանափակել ուրանի հարստացումը, իսկ հարստացված ուրանի մեծ մասը արտահանել։ Մեկ տասնամյակ անց Եվրոպան արձանագրում է Իրանի միջուկային ծրագիրը սպառնում է միջազգային անվտանգությանը։ Ներկայում Արևմուտքը փորձ է անում շատ ավելի կոշտ դիրքերից խոսել Իրանի հետ, հաշվի առնելով հատկապես հունիսյան պատերազմը եւ պարտադրել Իրանին նոր սահմանափակումներ միջուկային ծրագրի զարգացման հարցում եւ զուգահեռաբար ավելի մեծացնել հատկապես տնտեսական եւ քաղաքական ճնշումը այն հաշվարկներով, որ դա կարող է ազդեցություն ունենալ երկրի ներսում հասարակության շրջանում իշխանությունների դեմ։ 2018-ին Թրամփի վարչակազմը միակողմանի դուրս եկավ համաձայնագրից եւ Իրանի դեմ սահմանեց ամբողջական պատժամիջոցների նոր փաթեթ, ինչի ֆոնին Թեհրանը սկսեց գործել հակառակ ուղղությամբ եւ 2020-ին հայտարարեց միջուկային ծրագրի վերաբերյալ պարտավորություններից հրաժարվելու մասին։ Ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին Եվրոերիակը Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան վերականգնեցին այդ պատժամիջոցները եւ նոր, այսպես միջազգային պատժամիջոցներ սահմանեցին Իրանի նկատմամբ։ Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից եղավ փորձ 6 ամսով հետաձգել այդ պատժամիջոցների սահմանումը, սակայն բանակցությունները արդյունք չտվեցին եւ նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քվեարկությունը արդյունք չտվեց, քանի որ ինչպես գիտեք Իրանը իր երկրի տարածքից հեռացրել էր ՄԱԳԱՏԵ-ի տեսուչներին, թույլ չէր տալի նրանց մուտքը իր միջուկային օբյեկտներ եւ միայն դրանից հետո արդեն եվրոպական եռյակը որոշում կայացրեց ակտիվացնել այդ snapback մեխանիզմը եւ նոր պատժամիջոցներ սահմանել, որին աջակցում էր նաեւ ԱՄՆ-ը։ Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները ներառում են Իրանի կենտրոնական եւ այլ բանկերի ակտիվների սառեցում, իրանցի պաշտոնյաների համար ճանապարհորդության արգելք, արգելվում է նաեւ Իրանից հում նավթի գնումն ու տեղափոխումը, ոսկու եւ որոշակի ռազմածովային սարքավորումների վաճառքը կամ մատակարարումը։ ՄԱԿ-ը վերականգնել է նաեւ զենքի էմբարգոն։ Պատժամիջոցները նոր բան չեն Իրանի վրա, Միացյալ Նահանգների պատժամիջոցները ավելի խիստ են եղել, ավելի ուժեղ հարվածներ կարողացել տան Իրանի տնտեսությունը, բայց այդ պատժամիջոցները ավելի շատ հոգեբանական ազդեցություն ունեն, բայց տեխնիկական է, ինչ որ միշտ էլ այդ պատժամիջոցները եղել են, պահպանել են զենքի վրա պատժամիջոցներ են, էներգետիկ տարածումի վրա եւ նաեւ տրանզիտի վրա, նավերի վրա իրեն կարան ինչ որ նավերը կայնացնեն, իրանական նավերը կայնացնեն զովերում եւ ստուգեն այդ իրավունքը իրենց դեվելա բանկային համագարկի վրա պատժամիջոցներ եղել է, բայց նույն պատժամիջոցները էլի Միացյալ Նահանգները դարիներ շարունակ Իրանի վրա դերել է։ Թրամփը երբ որ եկավ իշխանության, պատժամիջոց սահմանեց Իրանի նկատմամբ, որով ԱՄՆ-ի դաշնակիցներին արգելում էր Իրանից նավթ գնել։ Եվ սա իհարկե մեծ ազդեցություն ունեցավ նաև Իրանի տնտեսության վրա, քանի որ Իրանի տնտեսության մեջ հիմնական եկամուտները գոյանում են նավթի եւ գազի վաճառքից։ Դրանից հետո մի շարք դաշնակից երկրներ, ԱՄՆ-ի դաշնակից երկրներ ուղղակի հրաժարվեցին իրանական նավթից։ Պաշտոնական Թեհրանը անհիմն եւ անօրինական է որակում որոշումը խոստանում համապատասխան արձագանքել։ Թեհրանից նաեւ նախազգուշացնում են, որոշումը հարվածում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Թեհրանի աշխատանքներին։ Մինչդեռ եվրոպական կողմը պնդում է, պատժամիջոցների վերականգնման փուլային գործընթացը չի նշանակում, որ բանակցությունները դադարեցվում են։ Տարածաշրջանի հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը այս ֆոնին դիվանագիտական փոքր պատուհանի հնարավորություն է տեսնում Հայաստանի համար։ Հայկական կողմը պետք է փորձի չնայած շատ փոքր հնարավորություններով, բայց որպես այսպես միջնորդ հանդես գալ կամ որպես ստեղծագործ մոտեցումներով փորձել գոնե Հայաստանի հետ կապված հարաբերությունների մասով, ընդ որում երկու կողմանի, թե Հայաստան Իրան եւ թե Հայաստան Արևմուտք կողմերին բերել մաքսիմալ փոխսիճումների։ Սա շատ կարևոր ուղղություն է, որովհետեւ այնուամենայնիվ մեզ համար Իրանը
եղել է եւ մնում է շատ կարեւոր գործընկեր։ Հայաստանի դերակատարումը մեծանում է հատկապես հայ-իրանական տնտեսական լայն գործակցության համատեքստում։ Երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին կայուն աճում է։ Նախորդ տարի այն կազմել է $748 միլիոն, աճելով գրեթե 6%-ով։ Թիրախը առևտրաշրջանառությունը 3 միլիարդի հասցնելն է։ Արդյոք Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերականգնումը կազդի հայ-իրանական տնտեսական կամ քաղաքական հարաբերությունների վրա։ Տարիներ շարունակ Իրանի վրա պատժամիջոցներ եղել են։ Համ միջազգային, համ Միացյալ Նահանգների, բայց մենք կարողացել ենք այդ հարցերը լուծենք, այդ խնդիրները լուծենք։ Իհարկե ազդեցությունները ունեցել է, եւ եթե մենք չունենանք այդ պատժամիջոցները, մեր առևտրաշրջանությունը քանի անգամ ավելեր, բայց այդ պայմաններով էլ մենք կարողացել ենք ելք գտնել եւ աշխատել միասին, եւ դա կապված է Հայաստանի դիպլոմատական գործունեությունի վրա, ինչպես կարա բանակցությունների ընթացքում մենք կարողանանք շարունակենք այդ թեմպը։ Իհարկե մտավախություններ կան, իհարկե ազդում են, իհարկե խոչընդոտներ են ստեղծում մեր երկու տնտեսական հարաբերությունների վրա, բայց մենք պետք է ելք գտնենք եւ բանակցությունների միջոցով Հայաստանը կարողանա նվազի այդ պատժամիջոցների ազդեցությունները։ Իրանագետ Արմեն Վարդանյանը չի կարծում, թե Իրանի նկատմամբ պատժամիջոցները ուղիղ ազդեցություն են ունենալու մեր երկրի վրա, բայց եւ նկատում է դրանց անուղղակի ազդեցությունից խուսափել ցավոք չենք կարող։ Իրանի մեկուսացումը, Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը եւ այլն բնականաբար ազդելու է նաեւ Իրանի գնողունակության վրա, Իրանի տնտեսական հնարավորությունների վրա եւ որն էլ անուղղակիորեն նաեւ ազդելու է Հայաստանի վրա, բայց ուղղակի ազդեցություն Հայաստանի վրա չի կարող լինել։ Տնտեսական անուղղակի ազդեցությունից բացի քաղաքական ազդեցություն եւս չեն բացառում փորձագետները, հատկապես հաշվի առնելով Արևմուտքի հետ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջապակման հարցում մեր երկրի գործակցությունը, ինչը Թեհրանի համար զգայուն հարց է։ Չի բացառում, որ օրինակ ի պատասխան Միացյալ Նահանգների Արևմուտքի գործողությունների Իրանը սկսի որոշակի առումով գոնե այսպես քաղաքական հռետորաբանության մակարդակում սկսել հանդես գալ թրիպի ինչ-ինչ դրույթների հետ կապված կամ նույն ամերիկյան կողմի ակտիվացման հետ կապված եվրոպական միության մեր տարածաշրջանում ակտիվացման հետ կապված, այնպես որ կանխատեսելի է, իսկ հատկապես մեզ համար կրկնում եմ տնտեսական առումով հնարավոր զարգացումները եւս կանխատեսել են, որ հատկապես Արևմուտքի կողմից մենք կտեսնենք կամ կարող են կանխատեսել առանձին ոլորտների նկատմամբ եւս ավելի զգայունություն եւ Հայաստանից կոնկրետ նաեւ ինչու ոչ պահանջներ ինչ-ինչ ոլորտներում սահմանափակելու համագործակցություն։ Այսինքն ամեն դեպքում սա մեզ համար պետք է որոշակի ազդակ լինի, որպեսզի փորձենք ճիշտ գնահատել իրավիճակը։ Փորձագետների գնահատականով Իրանի միջուկային հիմնախնդրի կարգավորման գործընթացը դիվանագիտականից տեղափոխվում է ավելի ռեպրեսիվ փուլ։ Մասնագետները Թեհրանի դեմ ճնշումներին զուգահեռ չեն բացառում նաև խնդրի ռազմական ճանապարհով հանգուցալուծումը։ Վոլոդիա Մուշեղյան, Ռոմիկ Խաչատրյան եւ Կարեն Բաղդասարյան, Կիրակնորյա լուրեր։